Ինչպես է ծնվել այսպիսի վերնագրով գիրք գրելու գաղափարը։ Der Titel ist aus dem Այս ցիտատը ես վերցրել եմ Թելերանի դեմ, այսինքն Թալյատից սպանությունից հետո Թելերանի նկատմամբ իրականացված դատական գործընթացից, պրոտոկոլներից եւ իմ կարծիքով չկա ավելի լավ նախադասություն, որը իր մեջ ամփոփի, կարճ նախադասության մեջ ամփոփի ամբողջ միտքը, ամբողջ process-ը։ kann als dieses Zitat. Ինչ եք մտածում այսօր Նեմեսիսի մասին։ Es gibt viele Շատ Perspektiven. պերսպեկտիվներից կարելի է այս հարցին նայել, պատմական տեսանկյունից, արդյոք Նեմեսիսի մարտիկները հասան նրան, ինչ նպատակ իրենց առջև դրել էին։ Und da muss man wahrscheinlich sagen, in Պետք է ասել, որ առնվազն մասամբ նրանք հասան իրենց նպատակին, ամբողջ աշխարհը սկսեց նայել այդ ուղղությամբ, իրականացվեցին մեծ հետաքրքրություն առաջացրած դատական գործընթացներ եւ ի վերջո մարդկանց տեղ հասցվեց նաեւ թե ինչ է տեղի ունեցել մինչ այդ։ Menschheitsverbrechen passiert ist. Բայց ինչ հնարավոր չեղավ հասնել, թե Նեմեսիս օպերացիան, թե դիվանագիտական ճանապարհներով, դա այն էր, որ մեծ տերությունները որևէ ձևի օգտակար չեղան Հայաստանին հայ ժողովրդին։ Können wir von Nemesis immer noch Կարող ենք այսօր մենք որևէ բան սովորել Նեմեսիսից, Նեմեսիսի գործընթացից, դա գլխավորն այն է, որ թե ինչ է տեղի ունենում, երբ մեծ հանցագործությունները, ցեղասպանությունները անպատժելի են մնում, թե ինչին են հանգեցնում այդ անպատժելիությունը։ dass wir Mechanismen dafür haben, internationale Mechanismen, solche Verbrechen zu bestrafen. Երևի գիտեք, որ Նեմեսիսը ձևավորվել է պետականություն չունեցող ժողովրդի կողմից։ Ja, selbstverständlich, das habe ich mich Ես այս թեմայով շատ եմ մտորել գրելու ընթացքում եւ ինձ հարցրել եմ հնարավոր եթե Հայաստանն այդ ժամանակ մեծ լիներ ուժեղ պետություն էր կհաջողեր արդյոք գլխավոր հանցագործներին բերել եւ սեփական դատարանների առջեւ կանգնեցնել vor eigene Gerichte zu stellen. Բայց ցավոք սրտի ինչպես մենք գիտենք դա տեղի չունեցավ որովհետեւ հանրապետությունը երկար կյանք չունեցավ Ով է ձեր հերոսը Նեմեսիսում Ես չունեմ մի ֆավորիտ Für mich war es sehr wichtig. Ես իմ համար շատ կարևոր էր ներկայացնել բոլորին, ովքեր ներկայացված էին այս process-ում։ Beteiligt waren darzustellen, weil es gibt natürlich Բնականաբար կան մարդիկ, որոնք շատ հայտնի են դարձել այդ ընթացքում, հատկապես նրանք, որոնք հետագայում տեղափոխվեցին Ամերիկա, գրքեր գրեցին։ geschrieben haben. Und es gibt die viel weniger bekannt Բայց կային մարդիկ, որոնք հետագայում շարունակեցին ապրել Հայաստանում կամ Սովետական Միությունում եւ նրանց մասին հանրությունը ոչինչ չիմացավ։ Իմ համար կարևոր էր բոլորին Für mich war es ներկայացնել։ wichtig, einfach alle darzustellen. Մինչև այս գիրքը նախաձեռնելը դուք ինչ գիտեիք հայերի մասին։ Ich habe mich Ես շատ եմ զբաղվել ուսումնասիրել հայոց ցեղասպանության թեման, հատկապես այն պահից սկսած, երբ ես կարդացի Վերֆելի Մուսալերան 40 օրը գիրքը։ Werfel gelesen habe, die 40 Tage des Musa-Tag. Und zu meiner Եվ մասամբ մի կողմից ի տխրությունից, մի կողմից ի զարմանս ինձ ես հայտնաբերեցի, որ գերմանախոս երկրներում Ավստրիայում եւ Գերմանիայում մասնավորապես հայոց ցեղասպանության մասին շատ քիչ գիտեն, դպրոցներում այդ մասին չեն սովորում գրեթե։ nichts lernen. Und ab dem Moment Այդ պահից սկսած ես շատ եմ հետաքրքրել այս թեմայով, այս ժողովրդի պատմությամբ։ Կա նաև պատմական դրվագ, որ իհարկե հետագայում դա նշվեց, Գերմանիան ներողություն է խնդրել հայերից ցեղասպանության տարիներին пассив վերաբերմունքին։ Ja, ich glaube, dass viele Menschen in Deutschland und in Österreich Ցավոք պետք է նկատել, որ թեև պատասխանատուները տեղյակ էին ինչ է տեղում Օսմանյան կայսրությունում, բայց սովորական բնակչությունը պետք է նշել, որ նրանց մեծ մասը տեղյակ էլ չէին, թե ինչ է տեղի ունենում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում եւ խիստ շոկի մեջ էին։ Ես շատ ժամանակի մամուլ եմ ուսումնասիրել գերմանական եւ ավստրիական մամուլ եւ դա է նաեւ պատճառներից մեկը այդ շոկը պատերազմից հետո որ թե ինչու Թելյանի process-ի շուրջ այդքան մեծ համակրանք կար